Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ մենք ուղիղ եթերում ենք աշխատում, ձեզ նույնպես տալով հնարավորություն զանգահարելու, ձեր հարցը ուղղելու մեր հյուրին, մեր հեռախոսահամարն է 54 89 34, հարցերը կարող եք ուղղել նաեւ էլեկտրոնային փոստով շտապ օգնություն շնիկ ararat@tv.am հասցեով։ Այսօր հարգելի հեռուստադիտողներ, մենք բավական հետաքրքիր մի թեմայի ենք անդրադառնում բիոէթիկային, բայց պարզվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս օրը հռչակել է որպես բիոէթիկայի օր։ Հասկանանք, թե ինչ է դա, ինչ ենք հասկանում ասելով բիոէթիկա եւ որքան առնչություն ունի այն առողջապահական թեմային։ Այս առիթով սիրով տաղավար ենք հրավիրել բիոէթիկայի մասնագետ Հայարփի Սահակյանին, նորից եմ հիշեցնում մեր հեռախոսահամարը 54 89 34, զանգահարեք ձեր հարցերով։ Բարև ձեզ Հայարփի։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդմանը հյուր։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Խնդրեմ, Հայարփի, բիոէթիկա, սա այն բառն է, արտահայտությունը, հա, որ վերջին շրջանում կարծես մի փոքր ավելի հաճախ է գործածվում եւ հաճախ ենք տարբեր մասնագետների խոսքում լսում այդ բառը, այդ երևույթի մասին։ Խնդրում եմ ներկայացրեք ինչ է դա առանձին գիտություն է, թե գիտության մի ճյուղ է, թե տարբեր գիտությունների խաչմերուկում հայտնված մի գաղափարախոսություն է, ինչ է բիոէթիկան։ Ուրեմն եզրը շրջանառության մեջ դրվել է 1970-ական թվականներից, Պոտերներ իր գրքերից մեկում անդրադարձավ հենց այս խնդրին, չնայած դրանից մի քանի տասնամյակ առաջ եւս 1926-ական թվականներին էլի բիոէթիկա եզրույթի մասին որոշակի խոսք եղել է, բայց այն ժամանակ նկատի ունեին ավելի նեղ տիրույթով էր այդ հասկացությունը գործածվում, այստեղ նկատի էր առնվում կենդանիների վրա փորձարկումներ անել, թե ոչ, իսկ Պոտերը ավելի այն տեղափոխեց ընդհանրապես կյանքի ցանկացած ոլորտին առնչվող որոշակի եզրույթ, ինչպես դուք նշեցիք, բիոէթիկան իսկապես միջգիտակարգային գիտություն է, գիտության ճյուղ, սերում է էթիկայից, կենսաբժշկությանն է առավելապես վերաբերվում։ Այսինքն երեք հիմնական բաժիններից է բաղկացած բժշկության էթիկա, էկոէթիկա եւ ընդհանրապես կյանքի ցանկացած ոլորտին առնչվող երևույթների հետ կապ ունեցող մասնագետները, ինչպիսի բարոյական դրսևորումներ պետք է ունենան։ Այսինքն այս հիմնականում այս ոլորտում է գործում, բայց երբ որ խոսում ենք բիոէթիկայի մասին, այստեղ միայն էթիկան չէ, որ գործ ունի, որովհետեւ առավելապես մենք նկատի կունենանք բժշկության ոլորտում ինչ դրսևորումներ ունի բիոէթիկան, այստեղ իրար հետ համագործակցում են կամ իրար հետ պայքարի մեջ են մտած բժշկությունը, էթիկան, իրավունքը եւ ինչու՞ չէ նաեւ կրոնագիտությունը, որովհետեւ կրոնը եւս որոշակի ասելիքներ ունի բիոէթիկական խնդիրների հետ կապված։ Հետաքրքիր է շատ։ Հայարփի, դուք նշեցիք, որ 26 թվականին եւ 70-ականներին, հա, որ տերմինը գործածության մեջ դնել եւ ի վերջո դրվեց, բայց այդ երևույթները, խնդիրները, որ բիոէթիկան ենթադրվում է, որ պետք է ուսումնասիրի, իր առջև ունենա, դրանք էլ հո նորություն չէին, դրանք պարզապես նոր ձևակերպվեցին որպես բիոէթիկայի խնդիրներ, թե մինչ այդ առանձին ձեր նշած գիտությունների խնդիրներն էին համարվում, ասենք թե կենսաբանության, բժշկագիտության կամ կրոնագիտության, աստվածաբանության, ինչպես տեղի ունեցավ դրանց այդ միաձուլումը։ Այսինքն բիոէթիկան որպես առանձին գիտակարգ ձևավորման համար մի քանի իրադարձություններ նպաստեցին դրան, դրանցից մեկը համաշխարհային պատերազմի տարիներին գերիների վրա գերմանացիների փորձարկումներն էին, որ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ նրանց դատի տվեցին, փաստարկելով հետևյալ կերպ, որ ցանկացած պարագայում պացիենտի վրա, ինչ որ մեկի վրա, անգամ եթե նրանք ռազմագերիներ են, որևէ մեկը բարոյական իրավունք չունի փորձարկումներ անի, մյուսը Բեռնարը, ուրեմն սիրտը փոխպատվաստեց, ավտովթարից մահացած ուղեղը այլևս չէր աշխատում, պացիենտի սիրտը փոխպատվաստեց մեկ այլ պացիենտի վրա ու այս
տեղ արդեն աշխարհը բաժանվեց երկու մասի։ Մի մասը համարում էր նրան հերոս, որովհետև ինքը մարդու կյանք փրկեց, մյուս մասը նրան համարում էր հրեշ, որովհետև դեռևս բաբախող սիրտը մի մարդուց հանեց, մյուսին փող պատվաստեց։ Ու լյարդի փող պատվաստում հետո կլոնավորման մասին որոշակի խոսակցություններ եղան, արհեստական բեղմնավորման ճանապարհով մարդ ստեղծելու մասին խոսակցություններ եղան, այս ամենը 20-րդ դարի 60-ական, 70-ական թվականներին տեղի ունեցան ու կարծես թե հիմք հանդիսացան բիոէթիկայի որպես առանձին գիտակարգի ձևավորման համար, իսկ ինչ վերաբերվում է, դուք շատ ճիշտ նշեցիք, որ մինչ այդ էլ դեռևս անտիկ ժամանակաշրջանից թե էվթանազիայի, թե աբորտի ու մնացած այլ բիոէթիկական խնդիրների հետ մարդկությունը առնչվել է։ Այո, եւ եթե դիտարկենք ըստ ձեր նշած այդ օրինակների, կարելի է ասել, որ բիոէթիկայի հիմնական առանցքը հենց բժշկագիտությունն է, առողջապահական հիմնախնդիրներն են, թե օրինակ նույնքան ծավալուն բաժին ունի բիոէթիկան, նաև ասենք թե էկոլոգիայի հետ կապված, կամ կենդանիների իրավունքների հետ կապված, թե հիմնական առանցքը հենց մարդու շուրջն է պատտվում։ Երևի մենք քանի որ մարդկանց վերաբերվում մի քիչ էգոիստորեն ենք փորձում մեկնաբանել, ամեն դեպքում ամենասկզբում հա ավելի շատ մարդու առողջապահական ոլորտին էր առնչվում, բայց հիմա չէի ասի, որ ավելի շատ առողջապահական, որովհետև աշխարհում շատ մեծ տարածում է գտել հիմա էկոէթիկան, այսինքն մեր երկիր մոլորակի նկատմամբ ինչպիսի էթիկական վերաբերմունք ունենանք, որովհետև եթե ոչնչացնենք այդ միջավայրը, դրա հետ կոչնչացնենք նաև մեզ ու նաև շատերը արդեն սկսել են կենդանիների պաշտպանության հետ կապված խնդիրները դիտարկել։ Ես կարծում եմ, որ հիմա էկոէթիկան եւս բավականին մեծ թափ է ստացել, դրա համար կդժվարանամ ասել ավելի շատ առողջապահական թե ոնց, բայց ամեն դեպքում մեզ մարդկանցս ժամանակակից իրողությունները, տեղեկատվական տեխնոլոգիական ձեռքբերումները ավելի շատ ստիպում են անհանգստանալ բժշկության ոլորտում, ինչպիսի միջամտություններ է մարդն ունենում։ Այո, հիմա փորձենք հասկանալ բիոէթիկայի մասնագետները նախ ինչ կրթություն ունեն, քանի որ այդ հարցերով փաստորեն կարող են զբաղվել եւ բժիշկները, եւ հոգեվորականները, եւ իրավաբանները, հա, եւ սոցիալական աշխատողները, սոցիոլոգները, որքան ես հասկանում եմ, ամենատարբեր մասնագետներ ունեն այս բնագավառում իրենց ասելիքը դրսևորելու, ցույց տալու հնարավորություն եւ գուցե նաեւ առիթ, հա, ովքեր են այն մասնագետները, ովքեր դառնում են բիոէթիկայի, կոչվում են բիոէթիկայի մասնագետների վերջո։ Մի քիչ դժվար հարց եք տալիս, ես ինքս Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետն եմ ավարտել, քանի որ ամենասկզբում խոսքից նշեցի, որ բիոէթիկան էթիկայի ինչ-որ ճյուղ է համարվում, իսկ էթիկան փիլիսոփայության հիմնաբաժիններից մեկն է, այդ իսկ պատճառով հիմնավորված է իմ այս մասնագիտությամբ զբաղվելը, բնականաբար միայն փիլիսոփայական կամ էթիկական կրթությունը քիչ է, այլ պիտի մյուս բնագավառներից էլ որոշակի ինչ-որ բաներ դնես, որպեսզի ամբողջական դառնա, որովհետև նույն իրավունքը, այսինքն օրենքները, նախագծերը բնականաբար առավել եւս մեր իրականության համար Հայաստանի Հանրապետությունում մենք ինչ օրենսգրքում ինչպիսի օրենքներ կան, մերժող, հաստատող կամ նախագծեր կամ խնդիրներ, որոնք դեռևս իրավապահների ուշադրությունը չեն գրավել, պետք է ուշադրության արժանացնել։ Իհարկե շատ կարևոր է նաև որոշակիորեն անդրադառնալ բժշկության տեսանկյունից որոշ խնդիրների, կրոնի պարագան եւս կարևոր է, որ հատկապես մեր հայերի պարագայում, որովհետեւ շատ հաճախ մենք հայ լինելը ասոցացնում ենք քրիստոնեության հետ, չնայած այնպես չի, որ ես միանշանակ կողմ եմ դրան, բայց ամեն դեպքում կան այդ միտումները, դրա համար բուն ֆունդամենտալ կրթությունը, թերևս փիլիսոփայական էթիկական կրթությունը մնացած է արդեն կողքից որպես ծաղկաքաղ։ Այո, Հայարփի, բիոէթիկան լինելով այդ միջանկյալ գիտական դուք ինչպես եք ձևակերպում մինչ գիտակարգային գիտություն կարելի է համարել ճյուղը, չգիտեմ դա ինչ է կոչվում, այն առաջարկում է ինչ որ լուծումներ խնդիրներին,
Այսինքն, եթե օրինակ ձեր բերած օրինակը, հա, իրավիճակը այնպիսին է, որ հնարավոր է այս մարդու կյանքը փրկել, մյուս մարդու, որն արդեն հույս չկա, որ կապրի, բայց բաբախող սիրտ ունի, սիրտը փոխպատվաստելով կողքինին։ Բիոէթիկայի նորմերը այսինքն թելադրում են, որ այո, նման իրավիճակներում պետք է կայացնել այս որոշումը։ Տալիս է խնդիրներին նաև լուծումներ, առաջարկներ, թե պարզապես իմի է բերում այդ երևույթի մասին, այդ բոլոր գիտությունների կարծիքները։ Բիոէթիկան կարելի է համարել արժեքաբանական աշխարհայացքային ինչ-որ գիտակարգ, այսինքն ավելի շատ անդրադառնում է արժեքներ է ձևավորում ու ընդհանրապես աշխարհայացք։ Ես այսպիսի մի մոտեցում ունեմ, մտածում եմ, որ եթե գիտակցությանս մեջ կարողացա մեկին սպանել, իրականության մեջ այդ մեկին կսպանեմ։ Հետևաբար խնդիրները, որոնք մենք քննարկում ենք, ուսանողների հետ կամ ընդհանրապես մարդկության հետ, հասարակության հետ, ինչ որ կերպ նրանց գոնե գիտակցական մակարդակում նախապատրաստում ենք, թե նման իրավիճակների հանդիպելիս իրենք ինչպես պետք է արձագանքեն։ Բնականաբար բիոէթիկայում կան որոշակի սկզբունքներ, նորմեր, որոնք լուծումներ առաջարկում են, բայց միանշանակ չեն կարող լինել այդ լուծումները, անգամ բիոէթիկայի հետ կապված իրավական նորմերը միանշանակ չեն, ընդհանրապես բնության օրենքներն էլ միանշանակ չեն, միշտ շեղումներ կան, այսինքն մեր իրավական նորմերում, օրինակ նույն հղիության արհեստական ընդհատման հետ կապված, մենք օրինակի վրա բերեմ, որ պարզ լինի, օրենքով մեզ մոտ չի թույլատրվում հղիությունը արհեստականորեն ընդհատել, բայց կան բացառություններ, այսինքն որոշակի դեպքեր, որոնց պարագայում օրենքը չի արգելում հղիությունը արհեստականորեն ընդհատել։ Այսինքն բիոէթիկայի տեսանկյունից էլ մենք էթիկական նորմերից ելնելով փորձում ենք որոշակի լուծումներ առաջարկել, բայց ինչքան էլ տեսեք անգամ նույն այդ հղիության արհեստական ընդհատումը մեզ մոտ իրավականորեն արգելված է, բայց բոլորիս էլ հայտնի է, որ նման դեպքեր կան, այսինքն այստեղ ոչ այդքան օրենքի խստությունն է անհրաժեշտ, ինչքան որ այդ հղիության արհեստականորեն ընդհատող բժշկի գիտակցությունը եւ տվյալ մարդու, ով դիմում է դրա համար, այսինքն ավելի կարևոր է, որ բիոէթիկան որպես գիտակարգ ինքը կարողանա մարդու արժեհամակարգում որոշակի փոփոխություններ անել։ Շվեյցերը, ով բիոէթիկայի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն էր, ինքն ասում էր, անընդհատ պետք է քեզ մի հարց տաս, արդյոք ես իրավունք ունեմ քաղել եմ բոլոր պտուղները, որոնց իմ ձեռքը հասնում է։ Այսինքն ավելի շատ ինքը մեզ նախապատրաստում է կյանքի նկատմամբ հարգանքի։ Ամենակարևորը պետք է գործել խղճի մտոք։ Այո։ Թերևս։ Եթե մենք հատկապես առանձնացնենք այսօր այդ խնդիրները առողջապահական, բժշկագիտական, որոնք բիոէթիկայի խնդիրներն են նաև համարվում, մի փոքր առանձին դրանք քննարկենք, հա, օրինակ, գրված է հիվանդների իրավունքների պաշտպանություն։ Սա այնքան պարզ է, որ նույնիսկ առանց բիոէթիկայի նոր գիտության այս գիտակարգի, հա, գիտության ճյուղի հայտնվելը սա պարզից էլ պարզ օրենք է, որ պետք է հիվանդի իրավունքը պաշտպանվի, այո, բայց այստեղ ունենք նաև փորձեր մարդկանց եւ կենդանիների վրա, ինչը դուք օրինակ այդ գերիների օրինակով բերեցիք, կամ օրինակ կլոնավորումը, տրանսպլանտալոգիան, ինչի օրինակը նույնպես կար, կամ ինքնասպանություններն ու էվթանազիան։ Սրանք հարցեր են, որոնք իսկապես ամենաբազմազան քննարկումների առիթ են տալիս, ամենաբազմազան, հասարակ մարդուց մինչև ամենագիտուն ակադեմիկոսներն ու մյուս իմաստունները շատ տարբեր մոտեցումներ կարող են ունենալ այս հարցերին։ Ինչ նորմեր են, ես ուզում եմ հասկանալ, որ բիոէթիկան ունի այս խնդիրների համար։ Օրինակ, եթե ձեռքը մարդու հասել է այն պտղին, որը տալիս է նրան արհեստական բեղմնավորման կամ այլ ճանապարհներով անպտուղ ընտանիքին դարձնել պտղաբեր, այսինքն երեխայատեր, բիոէթիկայի նորմերով դա համարվում է ընդունելի, բայց շատ հաճախ հոգևորականները եւ այլ գուցե գիտնականներ, հա, ասում են, որ պետք չէ Աստծո գործերին խառնվել։
Ինչպես է տրվում հարցի լուծումը։ Տեսեք, ուրեմն կան խնդիրներ բիոէթիկայի հետ առնչվող, ձեր թվարկածները նույն կլոնավորման օրինակով բերեմ, նախ մի քանի տեսակներ են տարբերակում կլոնավորման, սովորաբար բիոէթիկան դեմ է արտահայտվում վերարտադրողական կլոնավորմանը, այսինքն երբ որ մենք ամբողջական օրգանիզմ ենք վերարտադրում, խոսքը մարդ կամ կաթնասուն կլոնավորելու մասին է, այսինքն տեսեք, եթե մենք խոսում ենք սուրոգատ մայրության կամ արհեստական բեղմնավորման ճանապարհով երեխա ունենալու մասին, սրանք իսկապես ձեր նշածից ելնելով մենք որոշակի խնդիր ենք լուծում հասարակության մեջ, ընտանիքը, որ չունի, դեռևս լիարժեք ընտանիք չի, չունի երեխա, հետևաբար պետք է ինչ-որ ձև միջամտել, օգնել, աջակցել, որպեսզի որպես ընտանիք կայանա այդ սոցիալական ինստիտուտը։ Այս տեսանկյունից բիոէթիկան դեմ չի արտահայտվում նման բաների, այսինքն ինքն ընդհակառակը նպաստում է, որովհետև էթիկայի տեսանկյունից էթիկան ամենակարևորը կենսապահպան գործոն պետք է ինքի գործառույթը կենսապահպանությունն է, ամեն գնով կյանքը պահպանել։ Այս պարագայում մենք կյանք ենք ստեղծում, կյանքը պահպանում ենք, բայց երբ որ մենք խոսում ենք կլոնավորման մասին, այս պարագայում եթե ընդհանուր գլոբալ վերցնենք, երկրագնդի վրա մենք մարդկության պակասի խնդիր չունենք, ընդհակառակը, եթե էթիկայի տեսանկյունից էլ արտահայտվենք, նրանց մի մասը սովից կամ չգիտեմ, կացարան չունենալու, խմելու ջուր չունենալու պատճառով մահանում է ամեն օր հազարավոր մարդիկ։ Հետևաբար կլոն ստեղծելը ինքը լրիվ չարդարացված ինչ-որ բան է, այսինքն այստեղ ես նաև կլոն ստեղծող գիտնականի տեսանկյունից եմ ուզում ներկայացնել, ես ինչ-որտեղ հասկանում եմ իրեն, այն առումով, որ երբ որ դու կանգնում ես գիտական նմանատիպ հայտնագործության գայթակղության առաջ, բավականին դժվար է կանգ առնել, բայց ամեն դեպքում մենք որևէ տիպի խնդիր հասարակության մեջ դրանով չենք լուծում։ Երկրորդը, երբ որ մարդիկ ավելի լավ գեներով, ինչ-որ այսպես ասենք, պատվիրված երեխաներ ենք ուզում ստեղծել կամ գենային ինժեներիայի միջոցով մենք սնունդն ենք աղտոտում, թունավորում ու դրա միջոցով բնականաբար նաև մեզ, այսինքն թվում էր, որ պետք է այդ գիտական, տեխնոլոգիական ձեռքբերումները ավելի հեշտացնեին մեր կյանքը, ավելի հեշտ պայմաններում մենք ապրեինք, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա այդպես չի։ Այսինքն, եթե տեսեք, բիոէթիկան օրինակ դեմ է արտահայտվում հղիության արհեստական ընդհատմանը, որովհետև էթիկայի տեսանկյունից մենք կյանք խլելու իրավունք չունենք։ Մարդն ունի կյանքի իրավունք, բայց չունի մահվան իրավունք։ Իսկ կյանք ստեղծելու իրավունք, փաստորեն բիոէթիկան իրեն լիարժեք տվել է։ Չէ։ Այսինքն, եթե մենք այդ ընտանիքի շահերից ելնելով նրան բիոէթիկայի կանոններով երեխա ենք թույլ տալիս, դուք նկատի ունեք արհեստական բեղմնավորումը։ Նկատի ունեմ եւ արհեստական բեղմնավորումը, եւ արտամարմնային սուրոգատ մայրությունը, նաեւ փորձանոթից երեխաները, հա, էկոն բոլորին հայտնի։ Եթե ընտանիքի ծնողների շահը այստեղ տեսնելով, որպեսզի նրանք երջանիկ լինեն, լիարժեք ընտանիք լինի եւ մարդասիրական նկատառումներով, որ այդ կինը իրեն երջանիկ զգա, որպես մայր զգա եւ այլն, պարգևում են նրան այդ երեխային։ Այդ երեխայի իրավունքները ի սկզբանե դիտարկվում է, որովհետեւ նա Չէ, ինչքան էլ մենք ասում ենք, որ արհեստական ճանապարհով է ստեղծվել, բայց այդ երեխան ունի ծնողներ, այսինքն ինքը գիտի ով է եղել այդ սերմնաբջիջների տերերը, այսպես ասեմ, ովքեր են։ Հիմա այդքան էական չի, օրինակ կան կանայք, որոնց օրգանիզմը ուղղակի այդ հղիության այդ պահը ինքը որպես բան է, վիրուս է ընդունում կամ ինչ-որ չի պահում, անընդհատ վիժեցումներ են լինում։ Հետևաբար այս պարագայում սա որևէ տիպի էթիկական խնդրի չարաշահում չեմ համարում։ Ոչ միայն էթիկական, այստեղ բախումը շատ հաճախ ի հայտ է գալիս հենց հոգևորականների հետ։ Նրանք ասում են պետք չի խառնվել։ Եթե հոգևորականության շատ ներողություն, որ ձեզ ընդհատում եմ, այդպես դիտարկենք, իրենք մինչև 13-րդ դարը որևէ տիպի վիրահատական միջամտություն թույլ չէին տալիս, համարելով, որ հիվանդությունները դրանք մեղքերի արդյունք են։ Հիմա եթե մենք այդ կոնտեքստում դիտարկենք, ընդհանրապես բժշկությունը որպես գիտակարգ պետք է վերացնել, որովհետև եթե հիվանդանում ենք, ուրեմն մեղք ենք գործել, պիտի ապաշխարենք, որ ազատվենք այդ մեղքերից։ Կամ նույն Հիպոկրատի երթումն էլ, եթե
եթե մենք նայենք, այնտեղ էլ որոշակի բաներ կան դրա մասին նշված, որ հին անտիկ ժամանակներում, այսինքն նույն այդ վիրահատական միջամտությունները եւ այլն համարվում էին մեղք, սխալ ինչ-որ մի բան, արարք, որովհետեւ գտնում էին բժիշկները իրենց Աստծո փոխանորդներ են երևակայում երկրի վրա։ Այսինքն մի քիչ էլ պետք է ժամանակին համընթաց քայլել։ Հիմա ժամանակին համընթաց քայլելու մասին։ Գիտնականները, ովքեր աշխատում են կլոնավորման վրա, պատկերացնում են, որ գալիս է այն ժամանակը, որ մարդը շատ ավելի լավ տիրապետի տիեզերքին եւ տիեզերքի տերը իրեն նաեւ համարի, հա, եթե կոպիտ ասենք ձևակերպումով։ Եվ այդ կլոնավորման գիտական բոլոր կլոնավորման ուղված աշխատանքները տանում են դրան, գուցե այս տեսակետից նաև կլոնավորումը արդարացվի եւ հիմնավորվի։ Ինչքան էլ ցավալի լինի ինձ համար փաստել դա, բայց ես կարծում եմ, որ երևի դրա պահն էլ կգա, չնայած դա մարդկության համար պատուհաս կդառնա, որովհետեւ ինքը եթե մենք վերարտադրողական կլոնավորմանը զարգ տանք, այսինքն մարդանման էակներ ստեղծենք, իսկ դա անվերահսկելի են հետևանքները։ Ցանկացած տիպի սխալ ինչ-որ մի բան, որովհետև դա նաև գենային ինժեներիայի հետ է կապված ու եթե իրենք միջամտությունը մի փոքր շեղումներ տան, կարող են մարդանման հրեշներ կամ ինչ-որ նմանատիպ էակներ ստեղծվել, որը արդեն պատուհաս կդառնա մարդկության համար։ Էթիկական տեսանկյունից սա թույլատրելի չի, բայց էթիկական տեսանկյունից թույլատրելի է, օրինակ կլոնավորել, ասենք, մարդկանց օրգանները, որպեսզի երբ որ փոխպատվաստման հարկ լինի, ոչ թե մենք մտածենք հիմա բաբախող սիրտը մեկ օրգանիզմից վերցնել մեկ ուրիշում փոխպատվաստել, այլ կոնկրետ այդ մարդը ցողունային բջիջների միջոցով օրգան ենք ստեղծել ու այդ օրգանները փոխպատվաստում ենք այդ մարդուն։ Այսինքն հարցեր կան, խնդիրներ կան, որոնց պարագայում, եթե մենք իսկապես ուզում ենք գիտությունը զարգանա, պետք է փորձենք ինչ որտեղ այդ ազատությունը տալ։ Ես հասկանում եմ, իհարկե դեռևս 18-րդ դարում ֆրանսիացի լուսավորիչներն ասում են գիտությունների ու արվեստների զարգացմամբ մենք մարդկանց ավելի մեծ օգուտ տվեցինք, թե վնաս, այն ժամանակ էլ կային դրան բացասական պատասխան տվող փիլիսոփաներ ու գիտնականներ։ Այդ խնդիրը կա, եղել է, միշտ էլ գիտությունը, կրոնը իրար հետ անընդհատ պայքարի մեջ են եղել։ Բայց ես այդքան ոչ թե դա համարում եմ պայքար հանուն մարդասիրության, ինչքան պայքար հանուն իշխանության։ Այո, հետաքրքիր տեսակետ։ Շատ հետաքրքիր տեսակետ է, որովհետև մինչև հիմա ես մտածում էի, որ բիոէթիկան զուտ մարդասիրության վրա է հիմնվում։ Բիոէթիկայի մասին չի խոսքը, կրոնի եւ գիտության մասին է խոսքը, իսկ բիոէթիկան միանշանակ գործում է մարդասիրության մի գիտակարգ է։ Փորձում է, այո, էթիկական նորմեր առաջադրել կոնկրետ մասնագետների, այս պարագայում բժիշկներին իրենք ինչպես պետք է վարվեն, այսինքն բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունները ինչպիսին պիտի լինեն, որ եւ բժշկի եւ պացիենտի անձը այդտեղ հարգանքի արժանանա։ Ինչպես անենք, որ ցանկացած գնով կյանքը պահպանենք, որովհետև տեսեք նույն էվթանազիայի մասին ենք, չէ՞, խոսում, որպես բիոէթիկական խնդիրներից մեկը, բայց էվթանազիան նշանակում է մարդուն տալ մահվան իրավունք, այսինքն ինքը որոշի, երբ ինքը պետք է մահանա, բայց բիոէթիկան այստեղ ունի հստակ դիրքորոշում, որ ասում է, ես ցանկացած պարագայում մարդն ունի կյանքի իրավունք, բայց մահվան իրավունք չունի, այսինքն թողնենք, ինչպես որ կանխորոշված է, կամ չգիտեմ, հակասություն չի առաջանում հայարփի, տեսեք, այստեղ էվթանազիան թույլ չտալով մենք հարգում ենք մարդու ապրելու իրավունքը եւ չենք խախտում այդ իրավունքը մտածելով, որ նա պետք է բնականորեն գնա դրան, բայց փոխպատվաստման դեպքում, երբ սիրտը դեռ բաբախող սիրտը հանվել էր արդեն թե չաշխատող, հա, ուղեղ ունեցող կոպիտ ասենք, մարդու օրգանիզմից, այս դեպքում արդարացվեց։ Ես չասացի արդարացվեց, ես ասացի աշխարհը երկու մասի բաժանվեց։ Մի մասը նրան հերոսացրեց, մի մասը նրան որպես բիոէթիկան ո՞ր մասում է։ Տեսեք, բիոէթիկան ավելի շատ խնդիրներին ընդունելի է էթիկայի տեսակետից։ Ուտիլիտարիստական, օգտապաշտական լուծում է տալիս, այսինքն հասարակության ավելի մեծ թվով մարդիկ ավելի շատ օգուտ կստանան, ավելի քիչ ռեսուրսներ ծախսելով։ Թերևս այսպես ասենք, այն միջինացված լուծում է, որովհետև այլի եմ կրկնում, արժեքաբանական աշխարհայացքային հարցեր են քննարկվում։ Մենք
մենք միանշանակ, այսինքն ինչ-որ ֆորմուլաներ չենք կարող այստեղ առաջադրել, որ 2 × 2 հավասար է 4-ի։ Այստեղ մարդու արժե համակարգն է շատ կարևոր ու դրա համար մենք ավելի շատ անդրադառնում ենք արժե համակարգի ձևավորմանը։ Այսինքն ինչպես անել, որ մարդու համար ամենակարևոր արժեքը դառնա ընդհանրապես կյանքի պահպանումը։ Այո։ Թերևս այսքան է։ Հայարփի մենք արդեն ունենք այստեղ երկու հարց։ Հեռուստադիտողներից մեկը գրում է. հետաքրքիր թեմայի քննարկում, ես ուզում եմ բերել մեր հարևանի օրինակը, որը չթողեց, որ արյուն փոխներարկեն իր երեխային, բայց երեխան ուներ դրա կարիքը եւ բժիշկները գնահատել էին դա անհրաժեշտ, նա կրոնական հիմնավորումներով, կարծում եմ բոլորիդ հայտնի կազմակերպության կրոնական չի նշել անունը, հիմնավորումներով դա բացատրեց, բայց իրականում երեխայի կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ էր եւ նա վերջում կորցրեց երեխային։ Խնդրում եմ ասեք, բիոէթիկան այս տեսակետից ինչ կարծիք է արտահայտում։ Բիոէթիկան կարծիք, միանշանակ կարծում եմ, որ այդ կրոնական այդ աղանդավորական որոշակի այդ դրույթները, գաղափարախոսությունները, որ մարդու էլի այն կրոնական պատկերացումներն են, որ հիվանդությունը մեղքի հետևանք է համարվում եւ նրանք գտնում են, որ եթե երեխան օրինակ վաղ տարիքում պետք է մահանա, դա շնորհ է, ոչ թե ինչ-որ սգալու պատճառ։ Էթիկական տեսանկյունից միանշանակ ոչ բարոյական արարք էր ծնողների կողմից։ Ցանկացած պարագայում պետք էր փոխպատվաստվել, որտեվ եթե մարդը հասել է դրան, որ կարողացել է արյան փոխներարկման հետևանքով փրկել կյանքը, իսկ արյունը, գիտեք, այնպես չի, որ ինչ-որ մեկին մենք կյանքից զրկելով ենք գնալու դրան, այսինքն ինքը շատ ամենապարզ միջոցներից մեկն է հիմա համարվում, հետևապես էթիկապես միանշանակ արդարացված կլիներ, եթե իրենք փրկեին երեխայի կյանքը։ Այո, երկրորդ հարցը կարդամ, Գրիգոր Ասոյան, ասում է, ես վերջերս հոդված եմ կարդացել շատ մանրամասն նկարագրություններով, որ տրանսպլանտացիայի համար Աֆրիկայում մարդկանց իրավունքներն են խախտվում եւ նույնիսկ երեխաներին չեն խնայում այս կամ այն օրգանը Եվրոպա հասցնելու եւ տրանսպլանտացիայի հերթում հայտնված մարդկանց կյանքը փրկելու համար, խնդրում եմ ասեք, թե ինչ վերաբերմունք կա այս տեսակետից զուտ հայ մասնագետների կողմից։ Ընդհանրապես Հայաստանում շատ են բիոէթիկայի մասնագետները, ինչ որ խումբ, ասոցիացիա նման։ Այո, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի բաժին Հայաստանում, Սուսաննա Դավթյանն է դրա ղեկավարը, այո, ու նաև գրքի հեղինակ է, դասագրքի հեղինակ, բիոէթիկա, հենց կարծեմ բիոէթիկա, այսինքն հայ մասնագետների կարծիք խմբավորված կա։ Իհարկե կան ու նշած այդ տարբերակում, այո, այդ սև շուկան հիմա գործում է, Հնդկաստանում էլ կա, Աֆրիկայում էլ կա, շատ երկրներում կան, ցավոք սրտի, այդ իսկ պատճառով հենց նմանատիպ դեպքերը հաշվի առնելով բիոէթիկան հիմա շատ ավելի ակտուալ թեմա է դարձել, քննարկման առարկա է դարձել, որովհետև հասկացան, որ պետք է մարդկանց գիտակցության փոփոխության վրա սկսենք աշխատել, որովհետև նորից եմ կրկնում, ինչքան էլ ուժեղ օրենք լինի, որ արգելում է որևէ բան անել, բայց միջ մարդիկ որոշակի ուղիներ գտնում են սպրդել այդ ամեն ինչի արանքից, դրա համար ամենաառաջինը, որ յուրաքանչյուրը հասկանա, ինքը իրավունք չունի որևէ մեկին զրկել կյանքից։ Իսկ այդ նշված դեպքերը միանշանակ էթիկայի տեսանկյունից դատապարտելի են։ Մարդասպանությունը ընդհանրապես անկախ նրանից, թե ինչ նպատակով է արվում, բիոէթիկայի դիտարկման առարկա է։ Մարդասպանությունը ինչ որ առումով, այո, ընդհանրապես մահը եւ կյանքը դրանք քննարկման առարկա են բիոէթիկայի տեսանկյունից, բայց այստեղ մի նկատառում անեմ, այստեղ կախված է թե մենք ինչ իրավիճակում ենք գտնվում։ Ցանկացած իրավիճակում մարդ սպանելը ինքը դատապարտելի է, բայց մենք պետքա դիտարկենք կոնտեքստը։ Օրինակ, եթե ես զինվոր եմ ու գտնվում եմ պատերազմի դաշտում, այսինքն իմ հիմնական գործառույթը մարդ սպանելը պետք է լինի այնտեղ, որովհետեւ ես այդ ֆունկցիան պիտի կատարեմ։ Այսինքն կան իրավիճակներ, որոնցում ճակերտներում, ասենք, արդարացված է դա։ Այո։ Մենք ունենք արդեն հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին Հայարփի, ալո։ Ալո, բարի երեկո։ Ուզում եմ ողջունել ձեր մասնագետին, նշելով նրա շատ գեղեցիկ հայերենը, հրաշալի է, իհարկե որ կան մեզ մոտ նման մասնագետներ, եւ ուզում եմ մի հարց։
ձեր մասնագետը երբ գործը հասնի դատարան, քննվում է ինչ-որ հարց եւ գործը հասել է դատարան, բիոէթիկայի մասնագետի խոսքը կարող է վճռորոշ լինել, թե դուք գործում եք ձեր գործառույթները միայն բարոյական տիրույթում են գործում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր հարց է։ Ուրեմն ցանկացած իրավական նորմ ինքը ինչ որ ժամանակ բարոյական նորմ է եղել, այսինքն հիմնականում իրավական նորմերը հատկապես այս բնագավառում ձևավորվում են բարոյական սկզբունքների նորմերի հիման վրա։ Եթե դատարանի մասին է խոսքը, այստեղ մասնագետը կարող է ինչ որ բան ասել, բայց վճռորոշ դերակատարումը բնականաբար ունի օրենքը։ Այո, օրենքը գերակա է այս պարագայում։ Այսինքն, եթե մասնագետի խոսքը օրենքի հետ համահունչ լինի, կանցնի, բայց եթե օրենքով հիմնավորված չլինի, դա մնալու է բարոյական նորմերի վրա եւ չի լինելու վճռորոշ։ Այո, բոլորիս հայտնի է, որ բարոյական նորմերը, սկզբունքները դրանք չգրված օրենքներն են, այսինքն այստեղ արդեն մարդկային գործոնն է ավելի կարևորվում։ Իսկ եթե մենք արդեն իրավական դաշտ ենք գնացել, իրավական նորմերը բնականաբար շատ կարևորվում են, գերակա դիրքորոշում ունեն, բայց մի բան էլ պիտի հաշվի առնենք, որ այդ օրենքները գրվելիս անպայման բիոէթիկայի մասնագետի կարծիքն է հաշվի առնվում, այսինքն այդ օրենքները իրավագետները իրենք առանձին չեն նստում գրում։ Այդտեղ անպայման բժիշկներ են ներգրաված լինում, աստվածաբաններ, այսպես ասեմ, էթիկ բարոյագետներ են ներառված լինում ու այդ բոլորի փաստարկների հիման վրա է օրենքը որպես այդպիսին ձևավորվում։ Հիմա էլ մի քանի օրենքի նախագծեր կան, որ քննարկման փուլում են գտնվում ու համապատասխան մասնագետներ բնականաբար իրենց կարծիքն ասում են։ Օրինակ, որ օրենքներն են դրանք։ Օրինակ, հիմա քննարկման սուրոգատ մայրության հետ կապված օրենքում որոշակի շտկումներ պետք է արվեն, այնտեղ խնդիրներ ունենք։ Ինչ խնդիրներ են սուրոգատ մայրության հետ կապված, օրինակ օրենքում հստակ չի դրված, եթե մի երեխա չծնվի արդյունքում, ինչ պետք է արվի, այսինքն ու ծնողները հրաժարվեն երեխաներից մեկին։ Հետո այդ երեխայի որդեգրման այդ փուլը հստակ չի գրված օրենքում, որովհետև հավանաբար տեղյակ եք, որ սուրոգատ մայրը երբ որ երեխա ունենում է, ծնողները, ովքեր կենսաբանական ծնողներն են երեխայի, պետք է որդեգրեն այդ երեխային։ Այս ընթացակարգը մի քիչ հստակ չի գրված, որոշակի թերություններ կան։ Թերևս այսքանը, որ շատ կարևոր է, որովհետև եթե ասենք այդ սուրոգատ մայրը հրաժարվի եւ այլն, բնականաբար խնդիր կառաջանա, կամ եթե մեկ կամ մեկից ավել երեխա ծնվի ու ծնողները կենսաբանական հրաժարվեն, կամ սեռի հետ կապված ինչ որ խնդիրներ առաջանան, այսինքն կարևոր հարցադրումներ են, որ պետքա հաշվի առնել։ Այս սեռի հետ կապված ասացի ու հիշեցի, որ մեզ մոտ մենք շատ անգամ անդրադարձել ենք հղիության արհեստական ընդհատման հետ կապված, ինչու մեզ մոտ արգելվեց անգամ այդ արդյունքն ասել, չնայած այնպես չի, որ չեն ասում, օրենքով ասում են էլի բուժ հաստատություններ։ Ժամանակահատված հետո դա ասվում է, բայց օրենքով ընդհանրապես արգելել։ Իրանք անում օրենքով արգելվում է հղիության արհեստական ընդհատումը, այսինքն օրենքը եթե ինքը արգելում է այդ ընդհատումը բացառությամբ որոշ դեպքերի, երբ որ մոր կյանքին է Եթե այդ բացառության մեջ սեռը չկա, բնականաբար ընդհանուր։ Այսինքն ցանկացած պարագայում օրենքը ինքը պարտավորել չի մի հատ էլ օրենք ընդունի, որ սեռը չասեն։ Այո, այո։ Այսինքն այստեղ օրենքը ինքը իրեն արդեն ապահովագրել է։ Այո, բայց դա էլ այլ ռիսկեր ուներ, ընդհանրապես ընդհատումը արգելելը, սեռով պայմանավորվածը, որովհետև ոչ օրինական դաշտում, այլի սև շուկայում ընդհատումների։ Էլի վերահսկողության խնդիրն է։ Մենք վերահսկողություն, օրենքը, բարոյագետները, բժիշկները եւ այլն չեն կարող անել։ Դրա համար մի քիչ պետք է սկսել, ինձ թվում է, հասարակության գիտակցության հետ աշխատել։ Մի քիչ կոպիտ կարող է հնչի ասածս, բայց մարդկանց բերել են գիտակցմանը, որ ցանկացած պարագայում պետքա իրենք գոհանան, որ արժանացել են, օրինակ, ծնող դառնալու կոչմանը։ Այո։ Հայերփի, մենք կարծես էլի ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողի։ Ոչ, ընդհատվել է տեխնիկական հարց կար։ Ես ուզում եմ, որ այս հատվածում դուք անդրադառնաք հենց յուրաքանչյուր անհատի
գործառույթին, հա, այս ամենի մեջ, այս խոսակցության մեջ։ Եթե ես սովորական քաղաքացի եմ, որ չունեմ ոչ բժշկական, ոչ իրավաբանական, ոչ, ասենք թե կրոնագիտական, աստվածաբանական գիտելիքներ, փիլիսոփայական եւ այլն կրթություն չունեմ նման, բիոէթիկա ասելով ինչը պիտի ինձ համար նկատի ունենամ։ Դուք մի քանի անգամ նշեցիք, որ դա բարոյական նորմերի շարք է, հա, բայց այդ բարոյական նորմերի շարքը տարբեր տեղերից բարոյա գիտությունից մինչև հավատ, հոգևորականների հետ շփում եւ այլն, տարբեր տեղերից աստվածաշունչ ես դա կարող եմ ստանալ։ Ինչ է ինձ թելադրում, հուշում բիոէթիկան, ինչ կանոններ պիտի ինձ համար ունենամ։ Թերևս ես կառանձնացնեմ տեսություններ շատ կան, բայց ես չեմ ուզում բոլորին անդրադառնալ, որտեղ մի տեսակ դասական դասախոսություն կստացվի, բայց որ նաև մեր հեռուստադիտողին կարևոր կլինի, ես կարծում եմ դեոնտոլոգիական էթիկան ամենակարևորը, ինչ է դա իրենից ներկայացնում, պարտքի էթիկա։ Եթե մեզանից յուրաքանչյուրը գործի իր խղճի մտոք, պարտքի շրջանակներում, կարծում եմ նմանատիպ խնդիրները նվազագույնի կհասցվեն, չասեմ չեն լինի, ու դա հասարակության առողջության մասին է վկայում, որ կան որոշակի խնդիրներ, որովհետև դրանք մտածելու, աշխատելու տեղիք են տալիս, բայց ամեն դեպքում դրանք նվազագույնի կհասցվեն, եթե մեզանից յուրաքանչյուրը մտածի ու գործի իր պարտքի ու խղճի շրջանակներում։ Այո, ես վերջին հարցը կարդամ էլեկտրոնայինով հայարփի, հեռուստադիտողը գրում է Հարգելի Կարինե, ես հետևում եմ ձեր հաղորդումներին, վերջին հաղորդումներից մեկի ժամանակ դուք անդրադարձել եք նաև պալիատիվ բժշկությանը, որը ծանր հիվանդություն ունեցող մարդկանց խնամքի հարցերին է անդրադառնում, խնդրում եմ ասեք բիոէթիկայի տեսակետից, հավանաբար ուշ է միացել հեռուստադիտողը, ճիշտ է համարվում, որ մարդը թեկուզ տանջվելով, բայց երկար չկանգնեցնեն նրա ապրելու կյանքի իրավունքը, բայց դա լինի տանջանքների հաշվին։ Դարձյալ մենք էվթանազիայի այո, անձնային ու շատ սուբյեկտիվ պիտի լինի պատասխանս, ամեն դեպքում ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում, տեսեք, էվթանազիայի հետ կապված ինչ որ եթե փորձեմ մի քիչ բավարարել նաև հեռուստադիտողի այդ ցանկությունը, որտեվ հարցում այնպես էր երանգավորումը, որ ավելի լավ կլինի, որ ընդհատենք կյանքը, եթե դա խոսքը վերաբերվում է իմ կյանքին, գուցե ես ինչ որ տեղ կարողանամ որոշում կայացնել, բայց եթե ինձանից դուրս գտնվող որևէ մեկի կյանքի մասին է խոսքը, առավել եւս ես իրավունք չունեմ այդ կյանքը ընդհատելու։ Դրա համար բիոէթիկայի ու էթիկայի տեսանկյունից ցանկացած պարագայում կյանքը ամենաթանկ բանն է, անդառնալի է, որովհետև մենք չգիտենք, այսօր մի բանը համարվում է անբուժելի հիվանդություն, այ երեք արդեն համացանցում լուրեր էին տարածված, որ քաղցկեղը համարվում է բուժելի հիվանդություն։ Չնայած շատ հիվանդությունների հետ կապված ես այսպիսի դիրքորոշում ունեմ, որ դրանք համարվում են անբուժելի, որովհետև որոշակի ենթատեքստեր ունեն իրենց հիմքում, իրականում անբուժելի որևէ բան չկա, ժամանակակից գիտությունը բազմիցս փաստել է, մի բան այսօր անբուժելի է կամ անլուծելի է համարվում, բայց վաղը կարող է դրա բուժումն արդեն մենք ունենանք։ Հետևաբար ցանկացած պարագայում ամենակարևոր բանը պետք է լինի բժշկի համար, բժշկի շնորհը, այսպես ասեմ, հիմնական պարտքն է կյանքը պահպանել, որտեղ եթե ես դիմել եմ բժշկի, ուզում եմ, որ իմ կյանքը պահպանել, եթե ինձ պետք լիներ կյանքից հեռանալ, ես ցանկացած մասնագետի կարող էի դիմել։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ հայարփի հետաքրքիր զրույցի համար, հուսամ մեր հեռուստադիտողները լսեցին իրենց հարցերի պատասխանները եւ քաղեցին իրենց դասերը։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում մեր բիոէթիկայի մասնագետ Հայարփի Սահակյանը եւ մենք խոսում էինք բիոէթիկայի մասին, բիոէթիկան այն գիտակարգն է, որը հայտնվել է բժշկագիտության, փիլիսոփայության, կրոնի, իրավունքի, սոցիոլոգիայի, հոգեբանության մեջտեղում եւ փորձում է գտնել եզրերը բոլորի տեսակետների ճիշտ միավորման, այսինքն եթե գիտությունը, տեխնոլոգիաները ժամանակակից մարդուն առաջարկում են ամենամեծ բարձունքներ եւ ամենաանհնար թվացող ձեռքբերումներ, ասենք թե երեխա, որի մասին երազել անգամ ծնողը չէր կարող, ծնողները,
բայց բիոէթիկան այս հարցերին տալիս է ամենամարդասիրական կարծես թե պատասխանը եւ ասում է, որ ինչը կապված է նրա հետ, որը կյանք է պարգևում եւ պահպանում է մարդու կյանքը, դա ընդունելի է։ Բայց իհարկե այստեղ հարցերը շատ հակասական են, որովհետև մեկ ուրիշի կյանքի հաշվին, մեկ ուրիշի կյանքի փրկությունը կամ այնպիսի նորարարական գիտելիքներն ու գիտական հայտնագործությունները, որոնք թվում են ամենաարհեստական բառի բուն իմաստով, մտածելու տեղիք են տալիս եւ ինձ թվում է սա այն գիտակարգն է, որը դեռ շատ խմորումների եւ վիճաբանությունների բանավեճերի առիթ է տալու մարդկությանը։ Համենայն դեպս այսօր բիոէթիկայի համաշխարհային օրն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցով եւ այսօրվա համար մենք այսքանն էինք նախատեսել, հանդիպելու ենք վաղը մեր նույն ժամին, առողջ եղեք։